Իրանք չեն գալիս, ներկայացուցիչ չկրում այրախար Ասում եմ փագել, թողնա փագախվի, միջև այդ մարդիկ գան։ Ինչքան թեթվում են կա շուտ բան։ Հոգանի, անիմացմա բանը։ Համաձայնվեցին։ Այս պահին ոչ։ Այսինքն չեն գալու, թե Այսինքն հիմա որոշում են կգան թե չեն գա։ այդ դեպքում ինչու է ճանապարհը բացվել, ըստ էության բնակիչները Ճանապարհը որ բացվել է, ոնց բացվել է, այնպես էլ կփակվի։ Բայց ինչու են դեռ որ այստեղ։ Ես չեմ կարող։ Ինչ են երկմտում գալ, չգալ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Հիմա հայտարարում եք, որ նորից փակեն ճանապարհը։ Ես կսպասեմ եւս 37 րոպե, լավ, 45 րոպե, այսինքն 12-ին 15 պակաս, հիմա ես կհայտարարեմ, մինչև 12-ին 15 պակաս, եթե ինչ-որ ռեալ խոսակցություն չի լինելու, իրենք չեն համաձայնվելու մեր ասացի հետ, մենք նորից փակել ենք ճանապարհը։ Տպավորություն է, որ պաշտոնատար անձինք վախենում են գալ մարդկանց հետ զրուցել։ Չգիտեմ, ախր դա իմ հարցը չէ, ես չգիտեմ, տպավորությունը ձերն է, դուք փոխանցեք այն տպավորությունը, որը ձեր մոտ կա։ Ես տարբեր տպավորություններ ունեմ, մարդիկ էլ տարբեր տպավորություններ ունեն։ Ինչն է ձեր տպավորությունը այս բարակայում։ Իմ տպավորությունը ախր ոնց ձևակերպեմ, որ ավելի հետաքրքիր լինի։ Վերջը իրենք ուզելու են, այս ճանապարհը բացվի, վերջը ուզելու են, որ այս ամեն ինչը քաղաքակերպություն ստանա։ Բայց չեք բացառում, եթե չբացեք, իրենք չգան, ոստիկանությունը Չեմ բացառում, իհարկե կարող են կիրառել իրենց խնդիրները, իրենք պատասխան կտան իրենց անօրինական գործողությունների համար։ Հիմա այս պահին դուք բացառում եք Եղվարդում գնալը եւ այնտեղ Ես ինքս համաձայն եմ այդ մտքի հետ, բայց բացարձակ մեծամասնությունը դեմ կանգնեց, ես ենթարկվեցի իրենց կարծիքին։
Այո, բացառում եմ, Եղվարդ գնալը բացառում եմ։ Արտուր Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեղեկացրեցինք, Կասախի բնակիչները բացեցին ճանապարհը, որպեսզի պաշտոնյաները այստեղ գան, բայց այս պահին տեղեկություն չկա նրանց համայն ժամանելու մասին։ Որոնք գտնվում են մեր խթանված տարածքում, այնտեղ են եւ սպասում են ճանապարհի բացման։ Մենք բացեցինք միակողմանի ճանապարհը եւ սպասում ենք այդ պաշտոնատար անձանց։ Բայց ոնց որ թե այդ չստացվեց։ Սիրելի կասախցիներ, ես ձեզ ասում եմ, մոտավորապես 5-7 րոպե, այսինքն 12-ից 10 պակաս, եթե պաշտոնատար անձինք չեն ներկայանա մեզ, մենք փողոցի հակառակ կողմը նորից արգելափակելու ենք։ որ մտար շնի։ Իմ այս կողմը սա պրոբկա է, պետք է գան դատարկվի, որ այն կողմից բացենք ինքը գա։ Չէ, այս կողմից բացառում։ Մենք պայմանավորվեցինք։ Ոչ, մի կողմը բացենք, իրենք գա։ Մինչև իրենք չկան, կողմը չկա։ Իրանք Երևանի կողմից են գա։ Եղվարդից եք գա։ Երևանի կողմից են Ես կողմանի պիաշկատի հիմա դերից գացեն Երևանը գնալ են Եղվարդ։ Երևանից գալու են գնալ են Եղվարդ։ Տրասով հեշտ է գալը։ Մենք մտածենք էսի Տրասայով հեշտ է գալը, դու տրասով գալու գնալու են Եղվարդ, բոլորին մի կողմանի կա ինքը հիմա դերից խրած գալիս են բարեկային են Եվ կողմանի աշխատի որ բարենա գա։ Մի բար չեմ խաղ։ Ես չեմ ասում։ Ու պետք չի անգարց ասում էին ես են անում։ Արտին ասեք այտենց բան չեմ։ Ես մի բար ես կողմանը չեմ։ Բարեկայինին ասեք որ աշխատող։ Բանարի կազմակերպեք թող բարեկայինի հետ ընդեղ բան, եթե պետք է լրացուցիչ անձնակազմակերպեք թող աշխատացնի։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեղեկացրեցինք, Քասախ համայնքի բնակիչները միակողմանի բացել էին Երևան աշտարակ ճանապարհը, որպեսզի պաշտոնատար անձիկ գային համայնք եւ տրանսպորտի հարցը քննարկեին, սակայն համայնքի բնակիչներից ակցիայի կազմակերպիչը հայտարարեց, որ իր ունեցած տեղեկություններով դեռ պաշտոնատար անձիկ չեն գալիս Քասախ, առաջարկել են Եղվարդ քաղաքում հանդիպել, ինքը կողմ է այդ հանդիպմանը, սակայն համայնքի մի շարք բնակիչներ ընդվզեցին այդ որոշման դեմ, նշելով, որ պաշտոնյաները պետք է գան գյուղ եւ այստեղ քննարկում տեղի ունենա, ժամանակ տվեցին, որպեսզի պաշտոնյաները եթե չգան, ապա ճանապարհը կրկին փակելու են։ Այսինքն սպասենք մի փոքր մինչև մեր բացած փողոցով իրենք կարողանան մոտենալ մեզ։ Մի փոքր համբերություն եմ պահանջում, խնդրում եմ մի փոքր համբերություն։ Մենք չենք վռազում Արտուր ջան։ Այդքան է։ Արտուր իրանք Եղվարդի կողմից էին գալու։ Այս պահին տեղեկություն ստացվեց, որ պաշտոնյա տարանձիկ, այսինքն Կոտայքի մարզպետը, կառավարության ներկայացուցիչը եւ մուլտիտրանսպորտ ընկերությունը, որը պետք է շահագործի նոր երթուղին, այդ ընկերության ներկայացուցիչը